Բարև ձեզ, սիրելի արաբ կիրցիներ ջան։ Ժողովուրդ ջան, անկեղծ որպես արաբ կիրցի, որպես մանումենցի տղա ձեր առջև կանգնելը չափազանց, միտեղ պատասխանատու է, միտեղ պատվաբեր է, միտեղ էլ դժվար է, որովհետև ես գիտեմ, որ արաբ կիրցիկ չափազանց խստապահանջ են, ու արաբ կիրցիկ մի բան կա, որ ընդհանրապես չեն ներում, այդ սուտ խոսալն է, արաբ կիրցիները ապացուցել են, ցույց են տվել այս իշխանություններին, որ իրենց ստերին պատասխանը լինելու է այն, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են, Ժորժ ջան, փոփոխությունները գալիս են, այո։ Ժողովուրդ ջան, գիտեք, կարծում եմ վերջին տարիները մեզ մի հատ շատ կարևոր հանգամանք են ցույց տվել, որ մենք պետք է մեր հայկական ավանդական արժեքները իսկականից պահպանենք, իսկականից կնոջ հետ պահելաձևի կանոնը, օրինակ ում մտքով կանցներ, որ մի արաբ կիրցու մտքով կանցներ, որ կարող է մի հատ չինովնիկ, իշխանավոր, հայ կնոջ ձեռից քաշի, ասի էլը հետարի մի երկու բան ասեմ, ոնց կարա տենց բան լինի, բայց եղել է, դրա համար մենք ինչ ենք ասում, որ մեր պատկերացրած ուժեղ Հայաստանում կնոջ մեծությունը, մեծ ու փոքր հարաբերությունը ու միաժամանակ առաջ նայելու կարողությունը նորմալ է լինելու, ժողովուրդ ջան, ոնց հայերին բնորոշա այդ տարական դաստիարակությունը մենք հետ ենք բերելու ու դա անելու ենք ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, դրա համար ինչ ենք ասում, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, ժողովուրդ ջան, մենք ոչ միայն տարական այս էթիկական կանոնը նորմն ենք հետ բերելու, այլ մենք նաև ունենք ծրագրեր, կոնկրետ լուծումներ, որ օրինակ հունիսի 1-ի վերաբերյալ ամենակարևոր հանգամանքներից երկուսը նշեմ։ Մեկը դա իհարկե աշխատատեղերն է, նույն 300,000 աշխատատեղի հետ կապված, որ օրինակ Նարեկը Կարապետյան մանրակրկիտ ներկայացրել է, թե ոնց ենք պատկերացնում A-ից մինչև B կետը, բայց նաև ծայրահեղ աղքատության վերացումը։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Իսկ պատկերացրեք, որ Հայաստանում կան 30,000-ից ավելի թեր սնված մեր հայրենակիցներ։ Հասկանում եք, հունիսի 1-ը ուրախության մասին է, բայց հենց այսօր մենք նման տխրություն ունենք մեր իրականության մեջ, որը կարար չլիներ։ Դրա համար, սիրելի հայրենակիցներ, մենք ասում ենք, որ բոլոր այդ լուծումները ունենք, ու այո, հայ մարդը, հայ երեխան արժանի է ապրել բարեկեցիկ, արժանապատիվ իր հայրենիքում։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես չափազանց կարևոր է գնալ ընտրությունների, որտև մենք այս ընտրությունները իսկապես ճակատագրական ենք համարում, իսկապես մենք պետք է կատարենք ընտրություն, եկեղեցի կառուցողների ու եկեղեցի քանդողների, բարեգործի ու չարագործի միջև, դրա համար ասում ենք, որ փոփոխությունների համար հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս, վերցնենք քվյաթերթիկ համար 3 ժողովուրդ ջան, ու մի բան էլ, մինչև հունիսի 7-ը, եկեք, հենց նորից, հունիսի 3-ին, ունենանք մեծ հանրահավաք ու դրանով ազդարարենք, թե ինչ ենք ունենալու հունիսի 7-ին, իսկ հունիսի 7-ին ասելու ենք, որ փոփոխություններին ասում ենք այո։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, Աստված պահապան, շնորհակալ եմ շատ։